Կարում ենք, չէ՞։ Գնացինք։ Ես Հարություն Մանուկյանն եմ եւ այսօր իմ նախորդ թողարկումների շարունակությունն է։ Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, Բրիտանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Հայաստան։ Եթե ժամանակների բարեկամներ կանրադառնամ նաեւ Չինաստանին, բայց մինչեւ սկսելը նորից մի քանի հարցերի պարզաբանում։ Նախորդ հաղորդման ընթացքում բաց էի թողել մեր նախկին նախագահ Արմեն Սարգսյանին։ 44-օրյա պատերազմից առաջ դեռ Սերժ Սարգսյանի օրոք նշանակվեց Հայաստանի Հանրապետության նախագահ։ Կարծես երկնքից ընկավ։ Շատերի մոտ, այդ թվում նաև ինձ մոտ բարեկամներ հարց էր կախվել, որտեղից եկավ այս մարդը, ով է այս մարդը եւ ինչ պետք է անի այս մարդը։ Այդպես էլ միջև վերջ պատասխան չստացանք։ Նույն անհասկանալի կերպով էլ հեռացավ։ Գնաց Լոնդոն, այնտեղից թերթի հայտարարությամբ հրաժարական տվեց։ Լոնդոնից եկել էր, Լոնդոն էլ գնաց։ Հիմա արդեն պարզ է, չէ՞ բարեկամներ, ով էր, որտեղից էր եկել եւ ինչ պետք է աներ։ 44 օրյայի ժամանակ բոլորս տարակուսած էինք, ինչու չենք հարվածում Բաքու-Ջեյհան նավթատարին։ Այդպես էլ չհարվածեցինք։ Սա պարզ օրինակ է բարեկամներ, թե ինչպես է Բրիտանիան երաշխավորում եւ ապահովում գազանավթատարերի անվտանգությունը։ Շատ չեմ մանրանա, որովհետեւ բոլորս էլ գիտենք այս պատմությունը։ Ոչ մի պաշտոնական օֆիցիալ փաստեր տվյալներ չկան եւ չեն էլ կարող լինել։ Սա այսպես։ Բրիտանիան կռիվ է տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ ուկրաինական հանածոների համար։ Լավ էլի եղբայր, այս ինչեր ես ասում, շատերը հիմա այդպես են ասում։ Շատ լավ։ Խոսեմ փաստերով։ Խոսքը գնում է 500 միլիարդ դոլարի մասին։ Քիչ թիվ չէ, որ ավելի պատկերավոր լինի, այսպես կանրադառնամ այս հարցին։ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջեն որքան է 7.5 միլիարդ դոլար, չհաշված դեֆիցիտը։ Քանի Հայաստանի Հանրապետությունը տեղավորում 500 միլիարդի մեջ, հիմա արժե թե չարժե պայքարել։ Պատասխանը կարծում եմ ակնհայտ է։ Սա էլ պարզեցինք։ Հիմա անցնում ենք Իրանին եւ մեր տարածաշրջանին։ Դուք բաժանորդագրվում եք, իսկ ես սկսում եմ։ Այսօրվա թողարկումը կսկսեմ պաշտոնական տեղեկատվությունից։ 2019 թվականի հունիսի 12-ին տեղի ունեցավ աննախադեպ պատմական իրադարձություն։ Այն ժամանակվա Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն այցելեց Իրան։ Ճապոնիայի վերջին պաշտոնական այցը Իրան գրանցվել է հեռավոր 1978 թվականին, 41 տարի առաջ։ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հետ հանդիպման ընթացքում Շինզո Աբեն հանձնեց նրան Դոնալդ Թրամփի այն ժամանակվա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի նամակը։ Պատասխանը նույնքան անսպասելի էր եւ շատ կոշտ։ من هیچ پاسخی به پیام ترامپ ندارم. به شما یه مطالبی رو میگم. Ես պատասխան չունեմ Թրամփի ուղերձին։ Ես նույնիսկ արժանի չեմ համարում կարդալ նրա հաղորդագրությունը, առավել եւս պատասխանել դրան։ و مذاکره صادقانه از کسی مثل ترامپ صادر نمیشه. Սա 2019 թվականն էր Դոնալդ Թրամփի առաջին նախագահության ժամանակահատվածը։ 2025 թվական մարտի 4։ Ես խնդրանքով դիմել եմ Վլադիմիր Պուտինին միջնորդի դեր կատարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։ Նույն օրը պատասխան Ռուսաստանի Դաշնությունից։ Վլադիմիր Պուտինը համաձայնել է հանդես գալ որպես միջնորդ Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև միջուկային ծրագրի քննարկման բանակցություններում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլոք արտուղար Դմիտրի Պեսկով։ Իրանի պատասխանը չուշացավ։ Դեռ ոչ պաշտոնական, բայց ինչպես 3 տարի առաջ, երբ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսումը զոհաբերվեց Ուկրաինայում պատերազմի բռնկմանը, այժմ դրա ավարտական փուլում վտանգ կա, որ Ռուսաստանը կրկին Իրանին կօգտագործի որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա ճնշման գործիք։ Եթե Մոսկվան իսկապես գնա այդ ճանապարհով, դա կդառնա Իրանի արտաքին քաղաքականության պատմության ամենադառը խաբեություններից մեկը։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախկին նախագահ Խեշմաթոլլա Ֆալահաթ Փիշե։
Այսինքն Իրանն ասում է, եթե Ռուսաստանը որոշի դառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը Իրան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործընթացում, ապա Իրանը պատմական եւ շատ կոպիտ քաղաքական սխալ է գործել։ Ինչ սխալի մասին է խոսում նախկին պաշտոնյան։ 2025 թվականի հունվարի 17-ին Ռուսաստանն ու Իրանը 20 տարով կնքեցին ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որի շրջանակներում նախատեսվում է ոչ միայն տնտեսական, այլև ռազմական համագործակցություն։ Բարդ դիվանագիտական լեզվից թարգմանեմ, որ մեզ համար ավելի հասկանալի լինի։ Իրանը Ռուսաստանի համար բացել է իր բոլոր փակ դռները ու հիմա կա վտանգ, որ մեծագույն սխալ է գործել։ Իրանի պատմության էջերը դեռ առնահոսում են։ Իրանը մինչ օրս դեռ չի ապաքինվել դավադրություններից եւ դավաճանությունից։ Իրանը գիտի ինչ է նշանակում ներքին թշնամի։ I'm looking forward with the keenest anticipation. Ես անհամբեր սպասում եմ այն ամենին, ինչը պետք է տեսնեմ եւ զգամ այստեղ, ազատ աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկրում։ Of the democracies in a free world. Իրանի 35-րդ շահ Մոհամմադ Ռեզա Փեհլևի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, 1949 թվական։ Բջայ շահ եւ հուկումաթը Շահի բռնապետության փոխարեն մենք ցանկանում ենք ստեղծել իսլամական սահմանադրական պետություն, ժողովրդական կառավարություն եւ անկախ Իրան։ Մուստաղիլ və İranı müstəqil müxəndərəstən։ Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Ռուհոլլա Մուսավի Խոմեյնի, Իրան, 1978 թվական։ Իրանի ղեկավարները շատ լավ գիտակցում են, որ կռիվը միջուկային զենք ստեղծելու համար չէ, դա միայն պատրվակ է։ Կռիվը նավթի համար է, ինչի համար պայքարել են գերմանական կայսրությունը, հետո նացիստական Գերմանիան, Ֆրանսիան, ռուսական կայսրությունը, Խորհրդային Միությունը, ներկայիս Ռուսաստանը, միշտ պայքարի մեջ է եղել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Իրանական նավթի համար անհիշելի ժամանակներից պայքարում են բոլորը, այդ թվում նաև Բրիտանիան։ 1900-ականների սկիզբ։ 1925 թվականի դեկտեմբերի 15-ին թագադրվում է Իրանի 34-րդ շահ Ռեզա Փեհլևին։ Բարիս ուղիղ իմաստով անգրագետ երիտասարդ Ռեզան նույնիսկ չէր էլ երազում, որ կարող է դառնալ Իրանի շահը։ 1921 թվականին արդեն գեներալի կոչումով Ռեզան Բրիտանիայի օգնությամբ իրականացնում է ռազմական հեղաշրջում եւ գրավում է Թեհրանը։ Եվ 1925 թվականին թագադրվում է Իրանի շահ։ 1941 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրիտանիան եւ Խորհրդային Միությունը պահանջում են, որ Ռեզա Փեհլևին տեղակայի Իրանի տարածքում իրենց զորամիավորումները, ինչից շահը հրաժարվում է։ 1941 թվականի օգոստոսի 25-ին Բրիտանիայի եւ Խորհրդային Միության զորամիավորումները ներխուժում են Իրանի տարածք եւ պահանջում են Ռեզային հրաժարվել գահից։ 1941 թվականի սեպտեմբերի 16-ին Ռեզա Փեհլևին հրաժարվում է գահից եւ արտաքսվում է Յոհանեսբուրգ։ Այնտեղ էլ 1944 թվականի հունիսի 26-ին մահանում է։ Բրիտանիան եւ Խորհրդային Միությունը համատեղ իշխանության են բերում Ռեզա Փեհլևու որդուն Մոհամմադ Ռեզա Փեհլևիին։ 1941 թվականի հոկտեմբերի 26-ին Ռեզայի որդի Մոհամմադը հռչակվում է Իրանի 35-րդ շահ։ Եվ այսպես մինչև 1979 թվականը Խորհրդային Միությունը, հետո արդեն միայն Բրիտանիան տիրում են Իրանին եւ իրանական նավթին, Իրանին թողելով ահռելի շահույթներից ոչինչություն, ընդամենը 15%-ը։ Միայն 1953 թվականին բաժնե մասը փոխվում է եւ դառնում է 50%։ Սա Իրանի 34-րդ շահ Ռեզա Փեհլևիի դամբարանն է Իրանի Ռեյ քաղաքում։ Հիմա այն գոյություն չունի։ 1979 թվականին Իրանում իսլամական հեղափոխությունից հետո
Այաթոլլահ Խոմեյնիի հրամանով դամբարանը քանդվել է։ من نیز پیام انقلاب شما ملت ایران را شنیدم. Ես լսել եմ Իրանի ժողովրդի կողմից ինձ ուղղված հեղափոխության ուղերձը եւ հարգում եմ այն։ Հուսով եմ, որ Իրանի ապագա կառավարությունը կհարգի սահմանադրությունը, սոցիալական արդարությունը եւ ժողովրդի կամքը, կպայքարի բռնության եւ կոռուպցիայի դեմ։ Ես այսօր հրաժարվում եմ գահից եւ հեռանում եմ Իրանից։ Աքսորում գտնվող 35-րդ եւ Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փեհլևին մահանում է 1980 թվականի հուլիսի 27-ին Եգիպտոսի մայրաքաղաք Քահիրեում։ Վերջին երկու շահերից Իրանում գրեթե ոչինչ չի մնացել։ Այսպիսի ճակատագիր է սպասվում բոլոր նրանց, ովքեր փոխանակում են իրենց ազգային արժեքները մանրադրամի հետ։ Շատ նուրբ արտահայտվեցի բարեկամներ։ Հիմա ամբողջացնեմ Իրանի շուրջ պատկերը եւ անցնեմ առաջ։ I hope that Iran, and I've written him a letter saying I hope you're going to negotiate because Ես նամակ եմ գրել Իրանին եւ հուսով եմ ստանալ դրական պատասխան։ Եթե սկսվեն ռազմական գործողություններ, դա աղետալի կլինի նրանց համար։ Իրանի համար ավելի լավ կլինի, որ նրանք սկսեն բանակցել։ Հակառակ դեպքում մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը ունենա ատոմային զենք։ the other alternative is we have to do something because you can't let him have a nuclear weapon. Պատասխան Իրանից։ Մեզ ուղված Թրամփի նամակում ոչ մի կառուցողականություն գոյություն չունի։ Նամակը ուղղակի սպառնալիք է Իրանի սուվերենությանն ու ինքնիշխանությանը։ Ես կտրականապես մերժում եմ նման բանակցությունների հնարավորությունը։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Իմամ Սեյեդ Ալի Խամենեի 13 մարտի 2025 թվական Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված եւ ընդունված է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի կողմից եւ պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է խորհրդակցություններ սկսել Ադրբեջանի Հանրապետության հետ համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ վայրի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։ Պատասխան Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը համաձայնագիր է կստորագրի երկու պայմանով։ Երբ Հայաստանը փոփոխություններ կկատարի իր սահմանադրության մեջ, վերացնելով Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ հավակնությունները։ Եվ երկրորդը, ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ համապատասխան կառույցները պաշտոնապես պետք է վերացվեն։ Նույն օրը երեկոյան Մոսկվայում մեկնարկում է Պուտին-Լուկաշենկո հանդիպումը, որի ընթացքում Պուտինը խոսում է նաև Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև 30-օրյա հրադադարի մասին։ Как вы оцениваете готовность Украины к Ինչպես եք դուք պարոն նախագահ գնահատում հրադադարի պատրաստակամությունը Ուկրաինայի կողմից։ Ստացել եք արդյոք ամերիկացիների կողմից որևէ տեղեկություններ եւ ինչպիսին է ձեր պատասխանը։ Мы согласны с предложениями прекратить боевые действия. Մենք համաձայն ենք դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն առաջնորդվում ենք այն գաղափարախոսությամբ, որ հրադադարը պետք է լինի այնպիսին, որը կհանգեցնի երկարաժամկետ խաղաղության եւ կվերացնի այս հակամարտության սկզբնաղբյուրները։ Դուք պատկերացնում եք համարյա 2000 կիլոմետր, ով պետք է որոշի, թե որ կողմը որտեղ է խախտել հրադադարը։ Вот возможная договоренность о прекращении огня на протяжении 2000 километров. Նույն օրը երեկոյան Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո Պուտինը հանդիպեց Ուկրաինայի հարցով Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ։ Ինչ են խոսել, հայտնի չէ։ Երուսաղեմ Post Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո գիշերը ժամը 2-ին Սթիվ Ուիթքոֆի ինքնաթիռը Մոսկվայից ուղևորվել է Բաքու։ Մոսկվա այցից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը ուրբաթ առավոտյան վայրեջք է կատարել Ադրբեջանի մայրաքաղաքում, ինչը ամենայն հավանականությամբ լավ համակարգված դիվանագիտական քայլ է Իսրայելի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև։ Երուսաղեմ Post 14 մարտի 2025 թվական Նույն օրը մարտի 14-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապաններ Մեծ Բրիտանիան առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակել Ադրբեջանում։ Այսօրվա թողարկման վերջաբանը բարեկամներ ուրիշ պետք է լիներ, սակայն վերջին քաղաքական իրադարձությունների սրընթաց զարգացումների մասին խոսելու եմ բոլորիս համար անսովոր միջավայրից, բայց սա կարևոր չէ։ Կարևորն այն է, ինչ է կատարվում այսօր աշխարհում։ Հիմա ամեն ինչ հերթով վերջից դեպի սկիզբ գնացինք։ Ադրբեջանում Բրիտանիայի ռազմական կցորդի ներկայությունը պատահականություն չէ։
Նման նախադեպ արդեն եղել է։ 1918 թվականին Անդերկովկասում Բրիտանիայի շահերը պաշտպանելու համար Բաքվի ռազմական ղեկավար էր նշանակվել գեներալ լեյտենանտ Ուիլյամ Մոնտգոմերի Թոմսոնը։ Սրա մասին արդեն խոսել եմ։ Հիմա նույն իրավիճակն է, բարեկամներ, Բրիտանիան պատրաստվում է հակամարտության եւ այս գործընթացին մասնակցում է նաեւ Իսրայելը։ Այդ իսկ պատճառով Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչը Մոսկվայից անսպասելի ժամանել է Ադրբեջան։ Սա փաստում է, բարեկամներ, որ մեր տարածաշրջանում որևէ բան այն չէ եւ տեղի են ունենալու կտրուկ փոփոխություններ։ Թրամփի Ամերիկայի Միացյալ Նահանգները որդեգրել է խաղաղության բանաձևը, սակայն դեռ ոչինչ չի ստացվում։ Ուկրաինայում, բարեկամներ, 30-օրյա հրադադարի շուրջ Ուիտկով Պուտին բանակցությունները մնացին անարդյունք։ Ասեմ ինչու։ Պաշտոնական տեղեկատվության բացակայության պատճառով։ Եթե բանակցող կողմերը գալիս են որևէ հայտարարի, անպայման դրա մասին բացրաձայնվում է։ Այս դեպքում նման բան գոյություն չունի։ Պուտինը խաղաղության է համաձայն միայն իր պայմաններով եւ դրա մասին արդեն խոսել է, իսկ հրադադարը նրան հետաքրքիր չէ։ Ջո Բայդենը Մոսկվայում 1988 թվական։ Խաղաղության շուրջ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև բանակցությունները երկար պատմություն ունեն եւ միշտ հանգեցրել են նույն արդյունքին։ Պատերազմը շարունակվում է։ Мир между Советским Союзом и Соединенными Штатами. Խաղաղությունը Խորհրդային Միության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև խաղաղության երաշխիք է ամբողջ աշխարհի համար։ Սրա հետ մեկտեղ թույլ չենք տա որևէ մեկին խառնվել մեր ներքին հարցերին։ Մենք հարգում ենք բոլոր երկրների տեսանկյունը, բայց եւ պահանջում ենք հարգել մերը։ Խորհրդային Միության արտաքին գործերի նախարար Անդրեյ Գրոմիկով։ Այնպես որ Ուկրաինայի հարցում կոնսենսուս չի լինելու, ինչպես եւ չի լինելու հայ-ադրբեջանական խաղաղ պայմանագրի ստորագրումը։ Ադրբեջանը անընդհատ նոր պայմաններ է առաջ քաշելու եւ սա նոր բան չէ։ Այսպես եղել է միշտ, որը շարունակվելու է նաեւ հիմա, սակայն ԱՄՆ-ն կարծես թե տրամադրված է շատ լուրջ եւ հնչում են արդեն պաշտոնական հայտարարություններ։ Հակամարտությունը Հարավային Կովկասում պետք է ավարտվի։ Այս շաբաթ զրուցել եմ նախագահ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիկմետ Հաջիևի հետ։ Ես նրան ասացի, որ մենք հիմա պետք է հասցնենք ավարտին այս խաղաղության համաձայնագիրը, ազատ արձակենք բանտարկյալներին եւ միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ եւ բարգավաճ դարձնելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլց։ Նման հայտարարություններ շատ են հնչել, բարեկամներ, եւ միշտ անարդյունք։ Եվ միանգամից հարց է կախվում, իսկ ինչ անել։ Եվ իզուր չէ, որ այսօր պատմում էի Իրանի մասին, որը իր ինքնիշխանության եւ սուվերենության հաշվին առևտուր չի անում։ Նույնիսկ հիմա, երբ կանգնած է պատերազմի շեմին, Թրամփը վերջնագիր է ներկայացնել նրանց եւ ռմբակոծում է Եմենը, ցուցադրելով իր հսկայական ուժը։ Իրանը չի զիջում։ Իրանն իր քաղաքականությունն իրականացնում է հիմնվելով պատմության, անցած ուղու եւ կյանքի փորձի վրա։ ԱՄՆ Իրան բախման ժամանակ մենք ոտնատակ ենք ընկնելու։ Եվ ինչպես միշտ դրանից փորձելու են օգտվել մեր թշնամիները։ Իրանի ղեկավարներին դեռ հաջողվում է խուսանավել այդ բախումից, բայց այս անգամ չի ստացվելու։ Նժարին դրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հեղինակությունը։ Մեր պատմությունը բղավում է, ճչում է, որ մեզ նորից խաբելու են եւ նորից փորձելու են ոչնչացնել, բայց մենք համառորեն չենք լսում եւ նորից գնում ենք արկածախնդրության ճանապարհով։ Այո, մենք Իրան չենք եւ չունենք ոչինչ։ Ոչ բնական ռեսուրսներ, ոչ դաշնակիցներ եւ ոչ էլ ընկերներ, բայց կարող ենք ունենալ նորագույն զենքից սկսած մինչեւ հզոր տնտեսություն եւ ունեցել ենք ոչ վաղ անցյալում։ Սա արդեն մեկ այլ պատմություն է, որին կանադառնամ իմ հաջորդ թողարկմանը։ Մեր թողարկումները, բարեկամներ, եթեր են դուրս գալիս ամեն երեքշաբթի երեկոյան
ժամը 21:00-ին։ Որպեսզի բաց չթողնեք, բաժանորդագրվեք մեր AMCN հայկական հաղորդակցման ցանց YouTube-յան ալիքին։ Եղեք ակտիվ բարեկամներ, գրեք ձեր կարծիքը, դիտարկումները, տարածեք մեր տեսանյութերը։ Եվ սա կլինի ձեր ամենամեծ ներդրումը մեր գործում։ Մինչ առաջիկա 3 շաբթի։